Բարև ձեզ հարգելի հետևորդներ։ Բաց TV-ի եթերում ժամանակն է խոսել հաղորդաշարն է։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալում ենք բժիշկ Հայկ Մանասյանին։ Բարև ձեզ, պարոն Մանասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մանասյան, ինչ օրվանից բժիշկը դարձավ քաղաքական հարցերով բավականին հաճախ ելույթ ունեցող մասնագետ արդեն, որը կարողանում է գտնել տարբեր տարածված կարծիքների մեջ սխալ կամ թերի կետերը կամ քողարկված կետերը։ Ես չեմ կարող ստույգ տենց օր ասեմ, միշտ էլ հետաքրքիր է եղել քաղաքականությունը, ասենք, ես երեխա ժամանակվանից այդ ազգային ժողովի նիստեր բան, դրանք սա նայել եմ, ասենք հիմա շատ բաներ պատմական հիշեցնում են, կամ չգիտեմ, Վազգեն Սարգսյանի օրինակ մարտակոչը չէ, ես դա հեռուստատեսությամբ նայել եմ, ահագին բաներ կա, որ այն ժամանակվանից շատ տենց հետևողական ձևով ինձ հետ ուղղակի հետաքրքրել է։ Իսկ այն պահը թե ոնց եղավ, որ բժշկությունից մի պահ արդեն սկսեցի հասարակական եւ քաղաքական հարցերի անդրադառնալ, երևի թե ամենաբուրըն շրջանը 16 թիվն էր, երևի թե ՊՊՑ գնդի գրավում, բան այդ շրջանից ավելի ակտիվ արդեն եւ մի փոքր էլ ագրեսիվ կարելի ասել բառապաշարով այդ ժամանակ եմ սկսել։ Դրանից առաջ ավելի չափավոր ա եղել, բայց այդ ժամանակ արդեն ավելի ագրեսիվ, ավելի հակաիշխանական։ Եթե չեմ սխալվում, դրանից առաջ ավելի շատ եղել են բուն առողջապահական բլոկին վերաբերող խնդիրներ։ Միշտ է առողջապահությունը զուգահեռ միշտ տարել է մասնագիտականը, այնպես չի եղել, որ ինչ որ ժամանակ մասնագիտականը չլինի, էլի։ Բայց մասնագիտականին զուգահեռ քաղաքականը այդ շրջանում արդեն հասավ իր այսպես բարձրակետին ու այդպես էլ մնաց։ Էլ չիջացրեցի ես քաղաքական թեմաների այսպես նշաձողը ու մնացին բարձր։ Իսկ բժշկականի հետ կապված այս շվեյցարական պարլամենտում այդպիսի բան կա, որ քաղաքական գործիչը, տվյալ դեպքում պարլամենտականը պետք է համել ունենա իր գործը, այնտեղ մեր մոտ արգելվում է, չէ, իր գործով զբաղվել, այնտեղ հակառակը խրախուսվում է, ու ինչա դրանով ասում, որպեսզի քաղաքական գործիչը կյանքից չկտրվի։ Ինքը շարունակի իր գործը անել, որտեղ ինքը կշփվի մարդկանց հետ, կհասկանա խնդիրները, որ կան իրական կյանքում, իրական բիզնեսում, կամ ինչ-որ մասնագիտական ոլորտում, ինքը պիտի շարունակի այդ խնդիրները զգալ, որպեսզի պարլամենտում ճիշտ որոշումներ կայացնի։ Եվ ինձ թվում է սա ահագին հետաքրքիր է, երբ որ դու եւ աշխատում ես կոնկրետ մասնագիտությամբ, խորությամբ տիրապետում ես ինչա կատարվում ընդ եւ միևնույն ժամանակ փորձում ես խորությամբ պատկերացնել նաեւ քաղաքական process-ները։ Եվ քանի որ առողջապահական բլոկը այն բլոկն է, որը վերաբերում է մեր հեռուստադիտողներից, հետևորդներից յուրաքանչյուրին, այդ թվում նաև մեզ եւ բոլոր լսող, նույնիսկ չլսող չհետևողներին, կուզենայի հարց տալ այս առումով նախ եւ առաջ շատ կարճ առողջապահական բլոկի խնդիրներից, որոնք են հիմա ամենահրատապը, ընդհանրապես այդ ապահովագրությունը ասվածը, վերջապես մենք ստանալու ենք, արդյոք մենք ունենք այդ հենքը, որի վրա մենք ռեալ ստանալու ենք բժշկական ապահովագրություն, թե դա լինելու է ուղղակի այն, ինչ որ այսօր կա պոլիկլինիկայում, մի փոքր ավելի լավ, մի փոքր ավելի վատ, այսպես թեթև մակարդակով պարզապես անվանումն է փոխվելու։ Եվ այն իրավիճակը, որ այսօր կա օրենսդիրում կապված առողջապահական բլոկի հետ, ինչ գնահատական կտաք դուք։ 19 թվականին, թե 18 թվականին էր Նիկոլ Փաշինյանի թիմը, երբ որ հայտարարեց, որ չեմ հիշում 22, 23 թե 24 թվականին, երևի 23 թվականին 5 տարվա ծրագրով էր, իրենք ներդրած կլինեն առողջության պարտադիր ապահովագրություն կամ համապարփակ ապահովագրությունը։ Այդ ժամանակ ես ծանոթացա իրանց ծրագրին, առաջարկել էի բոլորովին այլ ծրագիր, իրականում աշխատող ծրագիր, եւ այդ ժամանակ ես այնքան վստահ էի, որ իրանք այդ հարցը չեն կարող լուծել, որ ասեցի, հայտարարեցի հրապարակային, որ կներեք իհարկե արտահայտությանս համար, որ էշի պես կզռամ, ասեցի մի ամբողջ օր լայվը միացնելու եմ ու ամբողջ լայվին էշի պես զռամ, եթե դուք 23 կամ չգիտեմ 24 թվականին այդ ձեր ասած ժամկետում այդ հարցը լուծած լինեք։ Դուք չեք կարող այդ հարցը լուծեք, որովհետև այն ինչ դուք եք ներկայացնում, այն ժամանակ ամերիկյան համալսարանից էլ կոնսուլտանտներ ունեին բան, տենց համաժողովներ էին անում, հարցերի էին պատասխանում, երբ որ լսում էի, հասկանում էի, որ այս մարդիկ կապ չունեն թեմայի հետ։ Իրականության հետ եւ պրակտիկայի հետ կապ չունեցող մարդիկ են։ Հետո 23 թե 24 թվականին էր հայտարարեցի նոր այսպես ժամանակացույց, որ 27 թվականին մենք բան կլինենք, հիմնադրած կլինենք այդ ամբողջական
Այդ ժամանակ էլ ասեցի ամբողջ օրը չէ իհարկե, բայց էշիպես կզռամ, եթե դուք 27 թվականին ամբողջությամբ համապարփակ ապահովված լինեք, ամբողջությամբ։ Եվ շուտով 26 թվականն է, դուք տեսնում եք, որ ոչինչ չի արված։ Իսկ ինչ են իրանք հիմա խոստանում, վերջերս նայեցի իրանք խոստումը 26 թվականին։ Ընդհանուր գծերով եթե ասեմ, այսպես հոդաբաշխ հասկանալի մարդկանց համար, դա հետևյալն է։ Այն ինչ հիմա պետպատվեր է, ու պետական բյուջեից է ֆինանսավորվում, այ 26 թվականին աշխատող ցանկացած քաղաքացուց 10-11 հազարի կարգի ամսական փող են պահելու, եւ այն ինչ այսօր պետպատվերը ուղղակի էլի լինելու այլի պետպատվեր, ուղղակի արդեն դա համար վճարելու են աշխատող մարդիկ առանձին ֆոնդից։ Ընդհանրապես սա է, ինչ իրանք առաջարկում են։ Ոչ մի լրացուցիչ, այնտեղ կա ինչ որ դեկորատիվ, որ էլի կլինի ինչ որ ապահովագրություն, բայց միջնորդավորված պոլիկլինիկայով, բայց ինչքան մարդ է ուզում այսօրվա գործող պոլիկլինիկայով միջնորդավորված աշխատել, չգիտեմ։ Մի խոսքով հիմքը դա է իրանց։ Այսինքն դա մի ավանտյուրա է, այսպես ասած, որով փորձում են ուղղակի փողերի հարկեր բարձրացնեն, այսպես ասած, հա, ամեն աշխատողի վրա ամսական հավելյալ 11000 դրամ հարկ են ուզում դնել, բայց դա անունը դնում են, որ այդ հարկը այ հիմա ուղիղ կգնա կօգտագործվի պետպատվեր առողջապահության համար։ Ընդհանրապես սա։ Դե ընդհանրապես 3 ամիս է մնացել, որ մենք դա տեսնենք, կարծում եմ բոլորս համոզվելու հնարավորություն կունենանք, ցավոք, ես կուզենայի իհարկե երազում էինք բոլորս այդ ապահովագրության մասին, այնպիսի ապահովագրության մասին, որը իրապես այդ բարի բովանդակությունից ելնում է։ Նաև ասեմ ինչ եմ առաջարկել ու շարունակում եմ առաջարկել, իմ առաջարկը չի փոխվել։ Տեսեք, որպեսզի իրոք աշխատող ապահովագրական համակարգ լինի, նախ ծրագիրը պիտի լինի փոքր ոլորտի վրա, հնարավորինս վերահսկելի ոլորտի վրա, որպեսզի դու վերահսկես ոչ միայն, որպեսզի վերահսկես նախ այդ վճարված փողը ուրա գնում եւ ինչա դառնում, որպեսզի վերահսկես, որպեսզի դրանք միջազգային ստանդարտներին, ուղեցույցներին եւ գործելակարգերին համապատասխան իրականացվեն, որպեսզի ավելորդ դեղամիջոցներ եւ այլը չլինի, հələ չասած, որ այս պահի դրությամբ կարելի է Հնդկաստանից շատ ավելի էժան մատչելի դեղեր բերել եւ տեղում կամ կոլուֆաբրիկատ բերել կամ ամբողջական բերել եւ կտրուկ կրճատել են ծախսերը, որոնք հիմա գոյություն ունեն դեղ շուկայում։ Ինչով սա ձեռնտու չի դեղի բիզնեսով զբաղվողներին, օրինակ, եթե նրանք մի դեղի մեջ ունեն 20% եկամուտ ու դու 1000 դրամով ես այդ դեղը ծախում, այնտեղ 200 դրամ եկամուտ է լինում։ Եթե բերես 100 դրամանոց այդ նույն դեղը, իդեպ խոսքա գնում բազմապատիկ անգամ ավելի էժանի մասին։ Եթե բերես 100 դրամանոց, դա 20 դրամ է իրան եկամուտ մնալու։ Բնականաբար դեղ շուկան կամ դեղ շուկայի հիմնական խաղացողները ձեռնտու չի, թեև առողջապահական համակարգի համար սա կենսական նշանակություն ունի։ Բայց ինչու՞մ է իմ հիմնական առաջարկը։ Այսօր ինչ են անում ընդհանրապես ապահովագրական ընկերությունները կամ օրինակ նույն սոցփաթեթը ինչ անում։ Սոցփաթեթը վերցնում է ինչ որ տարիքային խումբ, ասում է այս ու հիմնականում այդ տարիքային խումբը լինում են աշխատող մարդիկ։ Հիմնարկներում աշխատող մարդիկ, օրինակ ուսուցիչներ կամ քաղաքապետարանի աշխատողներ, կամ ապահովագրական ընկերությունները բանկերի աշխատողներ կամ չգիտեմ ինչ որ օդանավակայանի աշխատողներ, վերցնում է ինչ որ շերտ ու ասում է ես ձեզ ապահովագրում եմ։ Ինչ որ SSS բաները մի քանի կարևոր բան, որ ավելի կարևոր է, ասում է չէ, դրանք բացառություն են, օրինակ օնկոլոգիան բացառություն է, հեպատիտները այն թանկարժեք, իրոք մարդու համար այսպես խոցելի ոլորտը մնում է, ասում է չէ, դա բացառություն է, այն մնացածը ապահովագրում։ Ես ինչ եմ առաջարկում, ասում եմ եկեք ապահովագրեք ոչ թե տարիքային խումբը, այլ ոլորտը, դիագնոզը, օրինակ, ուռուցքաբանությունը առաջի հերթին կարելի է վերցնել եւ ապահովագրել։ Սա ինչ է նշանակում, որ քաղաքացին գիտի ինչ պատահեց ուռուցքաբանության հետ, կլինի վիրահատություն, քիմիա, ճառագայթ, դիագնոստիկա, սկրինինգ, ինչ որ կա ուռուցքաբանության հետ, ցանկացած մեկը ով ընկավ այդ դաշտ, իր հարցերը լուծված են ամբողջությամբ սա շեշտենք, որովհետև առ այս պահն էլ ասում են, որ այո, պետպատվերի տակ է, բայց որ առանձին, հա, այստեղից ենք արդեն պետպատ մասնակի մեկ փուլի ընդհանրապես ու օնկոլոգիան հանրապետությունում, դրանք ամեն քաղաքում եւ գյուղում գոյություն չունի, էլի, դա հիմնականում մի քանի կենտրոններ են, որ անում են այդ այսինքն ծավալը փոքր է, հնարավոր է վերահսկել թե ծախսերը, թե որակը, թե միջազգային ստանդարտներին համապատասխանությունը, հնարավոր է։ 1-2 տարի պիլոտային այս մի ոլորտի վրա արեցիք, ավելացնում եք եւս մի ոլորտ, օրինակ էնդոկրինոլոգիան, էլի, շաքարային դիաբետ,
վահանագեղձի խնդիրներ։ Ով ունեցավ այս խնդիրը, երկրորդ տարում ավելացնում է սա։ Էլի ոլորտը մեծ չի, արդեն պոլիկլինիկաներում մենակ սա խիստ հսկում ես, որ պոլիկլինիկաներից միջև նեղ մասնագիտական կենտրոններ անեն ճիշտ։ Բոլոր նրանք, ովքեր կդիմեն, ասում ես, լսի, չկա տես բան, լիմիտը լրացրել, 100% ապահովագրված է, վերջ ոլորտը։ Երրորդ փուլով մտնում է ընդհանրենք սիրտանոթայինը, սա արդեն մեծ ոլորտ է, բայց այս պիլոտի վրա աշխատելուց հետո, համակարգերը ստեղ, այո, աշխատացնելուց հետո, արդեն ինստիտուցիոնալ մոտեցում ունես։ Սիրտանոթայինն ես մտցնում, հետո կավելացնես այն մյուսը, եւ այսպես տարիների մեջ ինչ ես դու ունենում։ Նախ ամեն տարի հայտարարեցի, ոչ թե ասես ես 27 թվականին դա կունենամ, այսօր հայտարարեցի, վաղը սկսում ես։ Եվ առաջի տարին ունենում ես արդեն որոշակի ամբողջական արդյունք։ Երկրորդ, երրորդ, չորրորդ տարին էլի ամբողջական արդյունք։ Քեզ պետք չի ամբողջ հանրապետության ծախսերը հաշվել ես անել, սա հնարավոր էր անել։ Այսինքն ոչ թե ամբողջը հանրությունը ու միանգամից, այլ որոշակի մասնագիտական ոլորտ, օրինակ ասեցի, ուռուցքաբանություն, իսկ ինչու ուռուցքաբանություն, որտեղ ամենախոցելին է։ Թեև քանակով, ասենք հաշված օրինակ սրտամկանի խնդիրներով պացիենտներն ավելի շատ են, բայց ուռուցքային պացիենտը դա իր շրջապատի, իր ընկերների, իր ընտանիքի համար, դա այնպիսի հոգեբանական տրավմա է, որ էլ չասած վերցնենք եւ սկսենք առաջինը, ստե ավելի հետաքրքիր մանրամասներ կա, չեմ անդրադառնա, միայն միտքն եմ ասում։ Ոչ թե ամբողջը այսպես միանգամից մենք կանենք ու այդպես էլ տարիներ շարունակ ոչինչ չի արվում, այլ փուլ առ փուլ, ոլորտ առ ոլորտ, ապահովագրելով, նույնը ավտոմեքենաներն են։ Ավտոմեքենան վթարից ապահովագրված է, բայց օրինակ առևանգումից ապահովագրված չի, չէ՞։ Ու աշխատում է համակարգը։ Դու եթե չես կարող միանգամից ամբողջ այդպես կազմակերպել, դուք այդքան նախ կազմակերպչական տաղանդ չունեք, համակարգը պատրաստ չի դրան, ժողովուրդը սովոր չի։ Առաջին հերթին թերևս համակարգը, որովհետեւ հնարավոր է սա անել, ու եթե հնարավորություն ստեղծվեց, այսինքն ժողովուրդը մանդատ տվեց, ես իդեպ ասեմ, որ մասնակցել եմ 26 թվականի ընտրություններին, իմ ընկերների հետ միասին, այո։ Եթե հնարավորություն ընձեռվեց, ժողովուրդը այդ վստահությունը տվեց, անպայման այս փուլ առ փուլ ոլորտ առ ոլորտ սխեմայով ապահովագրական այդ համապարփակ ապահովագրությունը գործարկելու ենք անպայման ու ոչ այլ կերպ, հենց այսպես։ Ու հենց սկսելու ենք օնկոլոգիայից, ինչքան էլ ամերիկյան համալսարանից խելոք մարդիկ ասեն, որ աշխարհում տենց չի, օնկոլոգիան դե ձեռնտու չի կամ չգիտեմ ինչ չի։ Դե ես չի ասի այդքան, ամեն դեպքում Ռուսաստանի օրինակով եւ այլ օրինակներով, բայց այսուհանդերձ։ Ոչ մի երկրի օրինակ չեմ ուզում ես վերցնեմ, ես Հայաստանի Հանրապետությունում աշխատում եմ, գոյություն են միջազգային ստանդարտներ, այսինքն այդ երկրները իրանց համաշխարհային ստանդարտներն, այսինքն ինչ վերաբերում է թե Լիոնում հիվանդանոցի համար, թե չգիտեմ, Նյու Մեքսիկոյում հիվանդանոցին է վերաբերում, այդ կապ չունի։ Կան միջազգային ստանդարտներ, ժողովուրդ, մնում է դա պրոստը վերցնել եւ աշխատացնել։ Աշխատացնելը դժվար է, այդ դժվարության համար վերցնում ես փոքր ծավալ խնդրի, պիլոտային այդ ծավալը լուծում ես, հետո շերտ առ շերտ նվաճելով, գրավելով, նորանոր այսպես ծավալներ ես ընդգրկում ու հարցը լուծվում է։ Ձեր կանխատեսումներով այս իշխանությունը մանդատ ստանալու է, եթե սպասենք 26-ի ընտրություններին եւ եթե չսպասենք արտահերթ ընտրություններին։ Մանդատ ստանալու է, ցանկացած դեպքում կլինի հերթական թե արտահերթ, բայց ինչ ծավալի է մանդատ ստանալու, ես չգիտեմ։ Ու ես ասեմ, որ իրենց եւ իրենց հետ համագործակցող ուժերի, ինչպիսին օրինակ Արամ Սարգսյանի կուսակցությունը կլինի իմ կարծիքով, կամ երկու էլի Եվրոպամետ ներկայացող ուժեր, բայց կրկնում եմ Եվրոպամետ ներկայացող ուժեր, միգուցե իրանք փորձեն իրանք խնդիրը ազգային ժողովում 2/3 վերցնելն է, ուշադիր, իրանք հաղթանակի համար իրանք պետք է 2/3 67%-ը, ինչու, որովհետև դա է սահմանադրական մեծամասնությունը եւ դրանով իրանք պիտի նոր մի անպետք սահմանադրություն բերեն, ենթադրում եմ անպետք, որովհետև մինչ այս ինչքան ներկայացրել են ինչի շուրջ են իրանք մտածում, ինչ մտքեր ունեն, դա թերի միջնակարգ ուրեմն գաղափարներ են եւ եթե դրա վրա սահմանադրություն գրվեց, դա կարծում եմ հերթական աղետն է լինելու, բայց դա էլի շտկելի է։ Ստեղ հարցը սենց է, իրենց պետք է 2/3, հետևաբար ընդդիմադիր բոլոր ուժերը միասին, եթե 1/3 + 1 ձայն էլ վերցնեն,
սա արդեն հաղթանակ կլինի ընդդիմադիր ուժերի համար։ Ընդդիմադիր որ ուժերի պարլամենտական այսօրվա ոչ պարլամենտական Չէ, այսօրվա պարլամենտականի հետ գործ չունեմ, ես նկատի ունեմ իսկականից ընդդիմադիր Հայաստանի ամբողջ ընդդիմության մասին։ Նոր ընտրություններին մասնակիցները, որոնք կկարողանան որոնք Նիկոլ Փաշինյանի եւ նրան հարակից ուժերի հետ թույլ չեն տա, որպեսզի նա ձևավորի սահմանադրական մեծամասնություն։ Սա պլան մինիմումն եմ ասում, ես սա լրիվ իրատեսական եմ համարում։ Այսինքն վերցնել 1/3-ը պարլամենտում թույլ չտալ, որպեսզի նրանք լինեն սահմանադրական մեծամասնություն, սա պլան մինիմումն է։ Իսկ սրանից ինչքան ավել, այսինքն նրանք նույնիսկ 50+1% էլ, եթե պարլամենտականի համար 67% է պետք։ Այլ 50% էլ կարելի է չթողնել, որ նրանք վերցնեն։ Սա էլ է հնարավոր։ Սա իհարկե պլան էլի արդեն սա միջին մակարդակի, այսպես մաքսիմում պլանը դա երբ որ ընդդիմադիր ուժերը կվերցնեն ամբողջական իշխանություն, այսինքն մեծամասնություն կվերցնեն, սա էլ պլան մաքսիմում։ Ու այս 3 տարբերակն էլ հնարավոր է։ Առաջի տարբերակը կարծում եմ շատ հնարավոր է, շատ հավանական է։ Այն մնացած տարբերակները կախված են թե ուժերից, ովքեր իրենց կդրսևորեն, եւ թե մեր ժողովրդից։ Որովհետև օրինակ ես այդքան ամբիցիա ունեմ ասելու համար, այդքան հավակնոտ եմ ասելու համար, որ ես ուզում եմ դառնալ ՀՀ վարչապետ, ունեմ իմ անելիքները այդ պոստում, թեկուզ կարճաժամկետ, բայց անելիքներ կան այդտեղ։ Բայց արդյոք Հայաստանի եւ հայ ժողովուրդը այդքան ամբիցիաներ ունի, որ ուզի ավելին, քան Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը։ Այդ կախված է արդեն հայ ժողովրդից։ Հայ ժողովրդի ամբիցիաներից, այո, հայ ժողովրդի ամբիցիաներից։ Անկեղծ ասած ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ վերջին կամ էլ ոչ թե վերջին, այլ ընդհանրապես մեր իրականության մեջ այս 30 եւ ավելի տարիների, ով ավելի ճարտար սուտ է խոսել, դա էլ եկել նստել իշխանություն է վերցրել, ու հետո միջև վերջ որքան կարողացել է գոյություն չունեցող գաղափարները ասի, որ դա իրականություն է, այդքան էլ արել է ու ժողովրդին մինիմում 10 տարի ոնց նայում ենք, պետք է որ իրապես հիասթափվեն ու ասեն, դե մենք էլ չենք հավատում, 10 տարին անցավ։ Կարծում եմ դա այդքան էլ ժողովրդից կապված չի, նախ համակարգերը, որտեղ պոպուլիզմն ու ընդհանրապես դեմոկրատիայի կողմնակի էֆեկտներից է պոպուլիզմի եւ էքստրեմիզմի առաջ գալը որպես իշխանություն։ Այս դեմոկրատիան այս կողմնակի էֆեկտը ունի։ Դրա համար կառավարման համակարգերում, ընտրություններում որոշակի ինստիտուտներ են օգտագործվում, որպեսզի պոպուլիզմն ու էքստրեմիզմը չգա առաջի պլան։ Դա կանխելու մեխանիզմներ կան, հիմա ուղղակի չգիտեմ, ենք ժամանակ չունենք։ Ասենք, եկեք կարևոր բան է, օրինակ երկպալատ պարլամենտը, այդ մեխանիզմներից մեկն է, կամ հաճախակի ընտրությունները ստորին պալատում, օրինակ 2 տարին մեկ, երկպալատ պարլամենտ, վերին պալատը, ու օրենքները պետք է ամերիկյան տարբերակներով, օրինակ ամերիկյան տարբերակով, երկպալատ պարլամենտներ շատ կան, Ֆրանսիայում էլ է երկպալատ պարլամենտ։ Երկպալատ պարլամենտը ստորին պալատի հաճախակի ընտրություններով բերում է նրան, որ պոպուլիստը մի տարի հետո տրաքում է։ Մի տարի հետո երևում է, չէ՞ որ ինքը պոպուլիստ է։ Ուղղակի խոսել է ոչինչ չի։ Ուղղակի խոսել է ու բան չի արել։ Հիմա մեր դեպքում ինչ է լինում։ Մենք 5 տարի նստում սպասում ենք։ 5 տարի նստում սպասում ենք, թե այս պոպուլիզմի երկրորդ ընտրությունը երբ արել։ Այդ 5 տարվա մեջ սրանք շանտաժով, մախինացիաներով, կապերով, լրատվամիջոցներին վերահսկելով, տեղեկատվական դաշտը բլոկ անելով, ոմանց ձերբակալելով, ոմանց վատաբանելով եւ այլն։ Այդ 5 տարի հետո մի բան գտնում են նորից։ Մարդիկ սովոր չեն դեմոկրատական ակտիվ քաղաքական process-ների։ Իսկ այն դեպքում, երբ որ օրինակ ստորին պալատը, օրինակ Միացյալ Նահանգներում կոչվում է միջանկյալ ընտրություն, դրանց տեսբան չկա միջանկյալ ընտրություն, բայց ի՞նչ է։ Մի տարում տրաքում է, որ ինքը դիմակը պատրվում է, երկրորդ տարում արդեն միջանկյալ ընտրություն կոչվածն է, որով ժողովուրդը իր գնահատականը տալիս, ասում է, լսի, մենք քեզ հավատացինք, դու խաբեցիր։ Բայց ինստիտուցիոնալիզմը չի կորում, որովհետև պարլամենտի երկրորդ պալատը, որը ավելի երկար, ասենք 6 տարով է, հա, իշխանավարում։ Այդ երկրորդ պալատը ապահովում է, որոնք ավելի հասակավոր մարդիկ են, այնտեղ Շեմը, Ցենզը, այլը, նրանք ապահովում են ինստիտուցիոնալությունը, որ շարունակական, հետևողական երկարաժամկետ պլաններով աշխատեն։ Համ երկարաժամկետ պլաններով, համ էլ կարճաժամկետ ներկայացուցիչների պալատը թույլ է տալի, որպեսզի օրինակ այդ պոպուլիզմի հետ շուտ հաշվեհարդար տեսնես օրինական ճանապարհով։
Պարոն Աշյան, ես որքան հասկանում եմ, կառավարման կարգը պատրաստում եք կամ ցանկանում եք փոխել։ Կառավարման համակարգը անպայման պետք է փոխվի, որտեղ մենք հիմա ունենք այսպես ֆունկցիոնալ միապետություն, երբ որ մի մարդուց է կախված բոլոր իշխանության թևերը։ Ես վերջերս այդպես մի մասնագետի հետ այսպես քննարկման մեջ էի, ասում եմ պետք է առաջնային մանդատով օժտված լինի կարևորագույն պաշտոնյաները։ Առաջնային մանդատը այսինքն անձամբ ժողովուրդը ընտրած լինի։ Պետքա նախագահ լինի, որ ժողովուրդը անձամբ ընտրած լինի, ոչ թե ժողովուրդը ընտրում է ինչ-որ մեկին, որը կգնա իր անունից արդեն կամ թեկուզ գյուղապետ, քաղաքապետ։ Ժողովուրդը նույնիսկ իշխանության եկած այդ падգամավորներին դեմքով չէր ճանաչում, երբ այս կարգով հենց հիմա դրան եմ անդրադառնում, կամ ասենք գյուղապետ, քաղաքապետ մարդիկ չեն ընտրում։ Մարդիկ ընտրում են ինչ-որ ավագանի, նրանք էլ իրար մեջ ինչ-որ sense բարիշում են բան կամ չեն բարիշում, ընտրում են քաղաքապետ։ Մարդիկ պիտի ընտրեն համ ավականին, համ էլ գյուղապետ քաղաքապետին։ Ինչի՞ մարդու ձեռքից այդ ընտրությունը խլ է։ Ինչի՞ նրան, ասենք ինչա, դեգեներատների հանրույթ է, չգիտեմ, նախիր է, ինչա։ Ինչի՞ չեք թողում ընտրեն մարդիկ։ Ինչի՞ եք իրանց ձեռքից այդ եթե իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ապա այդ աղբյուրը պիտի բխի այնքան հաճախ, որքան արդյունավետության վրա չի ազդի։ Ուրեմն ընտրում է քաղաքապետ, գյուղապետ, նույնիսկ կարա ընտրի մարզպետ։ Այսինքն լիարժեք ամերիկյան տարբերակը չէ, դա ամերիկյան չի, դա համաշխարհ դեմոկրատիան դա է։ Ուրեմն նայեք, հեսա մենք կասենք էլի պարլամենտ, դեմոկրատիան դա է։ Մարդիկ ընտրում են իրենց ղեկավարին, օժտում են առաջնային մանդատով։ Իսկ եթե ամերիկյան մոդելի մասին խոսեք, այնտեղ առաջնային օղակում, ռեգիոնալ մակարդակում, մարդիկ ընտրում են դատախազ, դատավոր, միլպետ, շերիֆա կոչվում։ Այնտեղ շատ բան են մարդիկ ընտրում։ Այնտեղի մասին հələ չեմ ասում։ Ես խոսում եմ մեր օրինակը։ Ինչու ես գյուղապետ քաղաքապետի ընտրությունից մարդուն զրկե։ Ինչ է ավականի ընտրում։ Թող ավականի էլ ընտրի, գյուղապետ քաղաքապետ էլ։ Ինչ ես այդ ավանտյուրան մցրե այդտեղ եւ մարդկանց հերրու պահում առաջնային մանդատով իր իշխանավորներին օժտելուց։ Հիմա նայեք։ Եվ այդտեղ ինձ հետ ով որ քննարկում են, ասա հայք օրինակ պարլամենտը առաջնային մանդատ է, բայց էլի անորակ է։ Ասեցիք ներողություն, կասեք պարլամենտում մի հոգու, որին ընտրել են, օժտել են առաջնային մանդատով։ Ասենք օրինակ Հովիկ Աղազարյանին։ Առաջնային մանդատով օժտել։ Ոչ, կուսակցությունն է եկե Մեյդան։ Մի հոգու են առաջնային մանդատվել Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանն էլ պարլամենտում չի։ Այսինքն ստացվում է, որ նույնիսկ մեր պարլամենտը ժողովուրդ ջան, առաջնային մանդատով ընտրված չի։ Այսինքն մեր իշխանությունը չի բխում ժողովրդից։ Այսինքն այդ ժողովրդի իշխանությունը չի, դա ժողովուրդը չի լեգիտիմացրել։ Ժողովուրդը գնաց է մի հոգու, մի հոգու գնացեք որպես նախագահ ընտրեք։ Պարլամենտը թողեք հիմա մյուս հարցը, որ այս պարլամենտական համակարգը ընդհանրապես որտեղից է գալիս է Բրիտանիայից։ Հա, Բրիտանիայում էլ երկպալատի դեպ պարլամենտ է, վերին պալատ, ստորին պալատ, որը ես կարծում եմ խիստ անհրաժեշտ է։ Վարչապետ են ընտրում, բայց նախագահ էս մեր նախագահ կոչվածի փոխարեն կա թագավոր։ Ժողովուրդ ջան, թագավորը այնպիսի հեղինակություն է իրանից ներկայացնում, որ այս խորհրդարանական համակարգը աշխատում է Բրիտանիայի համար, որտեղ կա թագավոր։ Հիմա դուք վերցրեք մեր այսօրվա նախագահին, որ նախագահ է, եւ վերցրեք Անգլիայի թագուհուն կամ թագավորին։ Ով ինչքան ազդեցություն, թեկուզ բարոյական, թե քաղաքական, թե հենց պետական ազդեցություն ունի իր երկրի եւ իր ժողովրդի վրա։ Այստեղ ընդհանրապես, բա եթե չունես, այսինքն երբ որ դուք այդ copy paste եք անում, այդ կապկում եք, թութակի պես կրկնում եք ինչ որ միտեղ հաջողված մոդել, դուք մի հատ նայեք այդ մոդելի էությամբ հասկանում եք ինչ է իրանից ներկայացնում։ Կարան բերեն ուրիշ օրինակներ, այս երկրում սենց են երկրում։ Կներեք, բայց հիմա այս իշխանությունը կարող է ասել, որ ինքը չի ընտրել այս կառավարման համակարգը, այս կառավարման համակարգը ինքը ժառանգություն է ստացել։ Իրենք կարող էին, տեսեք, հիմա դուք եթե մի շոր եք ժառանգություն ստանում, նվեր ստանում, եւ ենթադրենք ձեր հակով մեծա կամ փոքր է։ Ինչ եք անում, դիմում եք դերձակին, ասում եք խնդրում եմ մի քիչ փոփոխություն արա։ Իրանք կարային էս 7 տարվա մեջ այդ փոփոխությունն անեն։ Դե հիմա առաջարկում են, չէ՞, ասում են սահմանադրական ներողություն, վայելեցին բոլոր այսպես ապականված բարիքները այդ սահմանադրության, բոլոր թերություններն ու այլանդակությունները այդ սահմանադրության իրենց համար վերածեցին քաղաքական կապիտալի ու իշխանության։ Հիմա նոր 2 ժամկետ իշխանավարելուց հետո առնվազն, հա, 8 տարի է հեսա լռանում, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ 8 տարի Ամերիկայում ղեկավարած պաշտոնյանը նախագահը այլևս իրավունք չունի 9-րդ տարին հավակնելու պաշտոնի։ Բայց մեր մոտ
իբրև թե ժողովրդավարությունը, իբրև թե եւ նա հավակնելու է պաշտոն։ Ինչ որ այդ 7-8 տարում իրենք կարող էին դա անել։ Իրանք ուզում են նախաբանից Ալիևի այսպես այդ որ բանը պատվիրել է, ոնց որ ռեստորանում նստած պատվիրում են ինչ որ երաժշտություն։ Նա այդպես հիմա Հայաստանում Ալիևը նստած պատվիրել է Հայաստանում սահմանադրական փոփոխություն ու ասում է կոնկրետ հռչակագրի մասով։ Դուք օրինակ մեր իշխանություններից միջև այսքան խոսել են սահմանադրական փոփոխությունների մասին։ Լսել եք, որ ասեն, այ գիտեք, մեր սահմանադրության մեջ էսի լավը չի, ուզում ենք փոխենք, այսպես դարձնենք։ Ես ասում եմ, կառավարման համակարգը պիտի փոխվի։ Դες ասում եմ, էսի լավը չի, պիտի փոխվի սրանով ու բացատրում եմ ինչու։ Դուք միտես բան լսել եք, ոնց կարա իշխանությունը սահմանադրություն փոխելու նախաձեռնությամբ խոսա ամեն 2 ամիսը մեկ ու մի անգամ չասի թե ինչն է ուզում փոխել։ Ամբողջ խնդիրը այն է, որ մեր երկրում ցավոք շատ process-ներ գաղտնի են ընթանում։ Ընդ որում երկրի համար առանցքային նշանակության, այս բազմակի անգամ կրկնել են, որ երկրի համար առանցքային նշանակության հարցերը չէին կարող փակվել փակ փաստաթղթերով, փակ հանդիպումներով եւ փակ հանրության լայն զանգվածների հետ չքննարկելով մասնագիտական դաշտից սկսած ավարտած ուղակի հանրության կարծիքով։ Ինչու է մեզ մոտ այս իրավիճակը եւ ինչու է ժողովուրդը հանդուրժում այս իրավիճակը։ Տեսեք, քաղաքականապես ցավոք սրտի ժողովրդի մի զգալի մասը քաղաքականապես հասուն չէ, իսկ քաղաքականապես հասուն նշանակում է հասկանալ քաղաքական իրավունքները։ Իրավունքները տարբեր են լինում, քաղաքական իրավունքները առանձնահատուկ են։ Օրինակ ասենք կյանքի իրավունքը դա քաղաքական իրավունք չի, սեփականության իրավունքը քաղաքական իրավունք չի, բայց քաղաքական իրավունքը ընտրելու իրավունքը, քվեարկելու, ընտրելու իրավունքը, որը մեզ մոտ սահմանափակած է։ 5 տարին մեկ գնում ես մի հատ ազգային ժողով ես ընտրում ու վերջ։ Մեկ է տեղական ինքնակառավարման մարմիններ ավական ես ընտրում։ Օրինակ մեր ժողովուրդը չի հասկանում, որ իր քաղաքական իրավունքներից ընտրելու իրավունքը սահմանափակած է։ Երկրորդը ընտրվելու իրավունքը։ Մանասյան Հայկը բժիշկ ասում է ես հավակնում եմ վարչապետի տեխնացու լինել։ Հա, տեխնացու եմ հավակնում լինել։ Այդ թվում պաշտոնի, որտեղ ասացին դե գործ կա անելու։ Իդեպ կարճաժամկետ մեծ չէ, մի քանի ամիս բան կան դե անելու, մեծ անելու, կառավարման համակարգը փոփոխել եւ գնալ նոր ընտրությունների, այսինքն այնտեղ այդքան բան կա անելու։ Այնտեղ այտենց չի, որ պիտի գաս 5 տարի նստես, էլի նույն այս ապականված սահմանադրությունից օգտվես։ Կներեք պիտի միջև վերջ ասեմ։ Ահա, օրինակ քաղաքական իրավունք է, մարդը ասում է, ես ուզում եմ մասնակցել ընտրությունների, դնել տեխնացու։ Դուք տեսնեք մեկնաբանություններում sense հայտարարության տակ գնա գործովը զբաղվի, դու բժիշկ ես, ուրեմն թերի բարձրագույնով լրագրողը կարա լինի վարչապետ, բուժքույրական կրթությունով կարա լինի ազգային ժողովում առողջապահական մշտական հանձնաժողովի նախագահ, բայց ասենք բժիշկը չի կարա տեխնացություն ներկայացնել, սա քաղաքական իրավունքների չպատկերացնելու արդյունք է եւ մեկ այլ քաղաքական իրավունք է տեղեկացված լինել, թափանցիկ իշխանություններ ունենալ, դա քաղաքացու քաղաքական իրավունքներից է։ Հաշվետու, այո, հաշվետվողականություն ու պահանջել, այ դա քաղաքական իրավունք է։ Այ մեր ժողովուրդը, քանի որ քաղաքական իրավունքներից չգիտի, ասում է դե այնտեղ իրանք մի բան, նրանք ինչ էլ այնտեղ խոսեն, քննարկեն, պիտի գան ախր քեզ հաշվետու լինեն, դա քո քաղաքական իրավունքն է։ Պիտի գան քեզ զեկուցեն, ներկայացնեն, դա քո քաղաքական իրավունքն է։ Ոնց որ բժիշկը անալիզները ծանոթանալով պարտավոր է քեզ ներկայացնի, թե անալիզներով ինչ արդյունք է ստացվել։ Պարտավոր է քեզ ասի, թե դեղ ինչի համար է նշանակում ու ինչ կողմնակի էֆեկտներ ունի։ Պարտավոր է ասի վիրահատության հետ կապված քո համաձայնությունը հարցնի, ներկայացնի այդ վիրահատությունը ինչի համար է, ինչքան է տևելու, ինչ բարդություններ կարա տա։ Նույն կերպ, այո, ստանաք նույն կերպ, այսինքն դու ընտրել ես, չէ՞ բժիշկիդ։ Կարող ասես ընտրել ես վերջ, էլ ոնց ասեմ, այդպես կանես։ Ոչ, քաղաքացին ունի քաղաքական իրավունքներ, որոնց թվում է հաշվետվողականությունը իշխանությունների եւ թափանցիկությունը, սա սկզբունքային քաղաքական իրավունք է։ Բայց մեր բնակչությունը բավարարվեց ընդամենը 3 միլիոն վարչապետ, այսպես ներշնչելով, որտեղ քաղաքական իրավունքներից գաղափար չունի, նստելով, սպասելով, պարոն Մանասյան, որքան էլ որ չխոսենք պարլամենտական ընդդիմության մասին, բայց այսօր ժողովրդի մեջ ցավոք այդ տպավորությունն է, որ միևնույն է ընտրությունը գնալու է պարլամենտական ընդդիմության եւ այս իշխանության միջև։ Իսկ ինչ տարբերություն է պարլամենտական ընտրության եւ այս իշխանության միջև։ Հիմա ես եմ ձեզ այդ հարցը տալի։ Իսկ ինչ տարբերություն։ Միևնույն է, տպավորություն է, որ մենք նախորդներից հրաժարվեցինք, ընտրեցինք այս մեկին, հիմա պիտի այս մեկից հրաժարվենք, ընտրենք նախորդներին։ Մեզ համոզել են, թե անատավոր ցիկլով որքան ենք պատտվելու։ Մեզ համոզել են, թե մենք նախորդներից հրաժարվեցինք, ընտրեցինք այս մեկին։ Այս մեկին բերեցին նախորդները, օժտեցին որոշակի միսիայով, այն էր Ղարաբաղի հարցի լուծում,
այս մեկը խելահեղ ցախորթությամբ եւ կատաստրոֆիկ հետևանքներով այդ գործը այսինքն շատ ապաշնոր ձևով այդ գործը արեց եւ միջև հիմա էլ թե նախորդները թե սրանք իրար հետ ձեռ-ձեռի տրած քաղաքական դաշտը օկուպացրել են թե նրանք պիտի կանգնեն արդարադատության առաջ պիտի պատասխան տան անկախ դատարանների առաջ եւ նրանք շատ լավ գիտեն եթե Մանասյան Հայկի եւ համանման այլ տեխնացուների նման տղաներն ու աղջիկները եկան իշխանության իրենք այդ պատասխանատվությանը ենթարկվելու են եւ որպեսզի չենթարկվեն իրենք կդերաբաշխում են արել իբրև թե իրար չեն սիրում իբրև թե իրար լարվածություն կա նույն կուսակցության մեջ էլ օրինակ Ալեն Սիմոնյանը եւ Հայկ Սարգսյանը իրար հետ լարվածություն կա բայց նույն կուսակցությունից են հիմա այս քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանական Ռոբերտ Քոչարյանական եւ Նիկոլ Փաշինյանական ուժերը նրանք իրար մեջ լարվածություն ունեն բայց նրանց ընդհանուր թշնամին հայ ժողովուրդն է Պարոն Մանասյան, այս խոսույթը 4-րդ հանրապետության արդյոք չի խոսում այն մասին, որ պատրաստվում են հրաժարվել առաջին, երկրորդ, երրորդ հանրապետության իրավահաջորդությունից, այսպես ասեմ, որպեսզի հետագայում խուսափեն նաև այդ վնասները, որոնք նրանք հասցրել են երրորդ հանրապետության օրոք, որպեսզի այդ վնասների համար պատասխանատվություն չկրեն։ Սա արդյոք պատահական խոսույթ է այս 4-րդ հանրապետությունը եւ ընդհանրապես դուք այսիկ կործանարար ազդեցություն առանցքային կետերը խնդրում եմ նշեք եւ հիմնական պատճառները, որոնք դուք գտնում եք, որ դա է պատճառը, որ դրանք համարվում են կործանարար, որտեղ ես հաստատվեցիք իրար։ Հասկանում եմ, բայց բնակչությունը պիտի ինչ որ մի պահի գիտակցի իր շուրջ ինչ է կատարվում։ Տեսեք, կապիտուլյացիան ստորագրեցին 20 թվականին, իբրև թե ահա Արցախ են պահում։ Հետո Արցախը լուծարեցին, իբր թե Զանգեզուր են պահում, Սյունիք են պահում։ Հետո Սյունիքից Զանգեզուրով հիմա արտոնյալ ճանապարհ են տալի անխոչնդոտ Ադրբեջանին, իբր թե անկախություն են պահում։ Հիմա էլ երրորդ հանրապետությունը, այսինքն Հայաստանի Հանրապետությունն են որոշել լուծարել, իբրև թե 4-րդ հանրապետությունն են բերել։ 4-րդ հանրապետությունը կոպիտ ասած, դա այտենց նիսիա խոսակցությունն է։ Նիսիայով պետություն են մեզ խոստանում, հասկանում եք։ Նաղդ եկել են իշխանության, նաղդ 7 տարի հերն անիծել են։ Հիմա նիսիայով պետություն են խոստանում։ Այս պետությունը ասում է, ինչ պետք է անես, այ մարդ։ Պետք է լուծարի, ինչ պետք է անի։ Այս պետությունը լուծարում է, խոսք է տալի, որ կբերի 4-րդ հանրապետություն։ Գլխիդ կպնի քո 4-րդ հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է, պետությունը հանրապետությունա դարձել 1918 թվականին Սարդարապետի Բաշապարանի Ղարախելիցայի ճակատամարտներով։ Հայաստանի Հանրապետությունը այդ հիմքով մտել է սովետական միության կազմ։ Այդ հիմքով անկախացել է որպես անկախ հանրապետություն։ Դա մի հանրապետություն է։ Մինչ այդ մենք ունեցել ենք միապետություններ, Աշոտ Երկաթի միապետությունը, Տիգրան Մեծի միապետությունը, Տրթատի միապետությունը, մինչ այդ մենք Կիլիկիայի միապետությունը, բայց հանրապետություն առաջին անգամ մենք ձեռք ենք բերել 1918 թվականին։ Եվ սա այդ հանրապետության շարունակությունն է։ Սա կյանքը շարունակականությունն է, ժողովուրդ, եթե մարդ տեսնեք միտեղ փողոցում, համոզված եղեք, կոպիտ ասած, ինքը Ադամից ու Եվայից է սկսում։ Դա շարունակականությունը։ Մեկը չկա, որ 50,000 տարի առաջ նախնի չի ունեցել։ Մեկը չկա, որ կեսից է սկսել։ Դա շարունակականություն է։ Կյանքը ընդհանրապես շարունակականություն է։ Եթե մեկը սկսում է այդ շարունակականության գլխին քար գցել, նա հանրապետության կյանքի գոյության վրա է քար գցում։ Ով որ հրաժարվում է այդ շարունակականությունից, դա մի ավանտյուրա աֆյորա է անում։ Ֆրանսիական մոդելն են բերում, բայց ֆրանսիականը հանրապետությունը կործանվե դարել է միապետություն, հետո դա կործանվե դարել է հանրապետություն, հետո դա է կործանվե նորից միապետություն։ Այս անցումներն է Ֆրանսիային բերել նրան, որ նրանք համարակալել են իրենց հանրապետությունը։ Դու ոնց եղել ես Հայաստանի հանրապետություն, հետո դարել ես սովետական հանրապետություն, հետո հիմա էլի Հայաստանի հանրապետություն։ Հանրապետությունը չի փոխվում։ Քո այս հանրապետական մոդելը պետության չի փոխվում։ Անկախ նրանից սովետական կարգեր էին, դաշնակցական կարգեր էին, թե հրշեհական կարգեր են։ Չի փոխվում։
եկեք մենք թույլ չտանք, որ մեզ այդ աստիճան խաբեն։ Հերթով լուծարելով եկել են հիմա էլ ազգային պետություն որպես Հայաստանի Հանրապետության լուծարումն է, իսկ ինչն է կործանարար, որ հայ ժողովուրդը որպես սահմանադիր, որ գրված է մեր սահմանության մեջ, ով է այս երկիրը հիմնում, հայ ժողովուրդը։ 18 թվականի հռչակագրում 1918 թվականի հռչակագրում ի՞նչ է գրած։ Ասում է հայկական էլիտան հայկական գավառների վրա, չի ասում հայ քրդական գավառների վրա, հայկական գավառների վրա հաստատում է իր իշխանությունը։ Այսինքն ի սկզբանե, եթե հայկականով չլներ, կարող է շատ մեծ երկիր ունենայինք, որտեղ կլինի ոնց է վրացիների մոտ։ Ամենակ վրացիները չեն, մեղրելներն են, չգիտեմ, սվաներն են, ինչ ասած, աջարներն են, հայերն են, թաթարներն են, այս բոլորը մի հատ մեծ Վրաստան է։ Հայաստանի դեպքում այդպես չի եղել։ Հայաստանը բացառապես հայկական գավառները, մի բան էլ օրինակ Ջավախքը բան, մնացել է դուրս։ Մի բան էլ Նախիջևանը կամ Արցախը, Լեռնային Ղարաբաղը, մնացել է դուրս։ Հիմա այս ազգային պետությունը, որ մի բուռ է, մի ռեզերվացիայի չափ է, մի ռեզերվացիայի տրամաբանությամբ է մնացել։ Հիմա եկել է վերցրեք կարդացեք այդ իրանց հռչակագիրը, ԿՊ-ի, որ այս վերջի իրանց ժողովի ժամանակ գործում։ Հայ ժողովուրդ այլևս սահմանում չկա որպես հիմնադիր։ Գրած է Հայաստանի ժողովուրդը։ Դա նշանակում է վաղը ասենք մի 100,000 ադրբեջանցի, որոնք ինտենսիվ բազմանալով կարան դառնան 300,000, 800,000։ Դա նշանակում է վաղը ներգաղթյալ, չգիտեմ, պակիստանցի, հնդիկ, բարով գան, ես իրանց դեմ բան չունեմ, բայց Հայաստանի Հանրապետության հիմնադիրը հայ ժողովուրդն է։ Հայկական գավառների վրա, հասկանում եք դա ոնց է։ Ես հենց ձեր այս խոսքի վրա ուզում եի շեշտել այն հանգամանքը, որ այսուհետ շատ ուշադիր է պետք լինել այն բառամթերքի վրա, որը օգտագործվում է քաղաքացիական պայմանագրի կողմի ցանկացած անդամից սկսած Նիկոլ Փաշինյանից, որովհետև նրանք պարբերաբար ասում են բառեր, ժողովուրդը եւ հանրության լայն զանգվածները ընկալում են իրենց պատկերացումների ներքո, այնինչ օրենսգրքում եւ ընդհանրապես ոչ միայն օրենսգրքում սահմանադրության մեջ իրավաբանության մեջ այլ յուրաքանչյուր դրանք տերմիններ են։ Օրինակ, անխոչնդոտի համար ասեմ, տեսեք բժշկության մեջ կա քաղցկեղ բառը, որ բոլորը հասկանում են, չէ՞, ռակնա դա։ Կա քաղցկեղ բառը։ Եթե ուղիղ բառացի նայենք, դա քաղցից կերեկվածն է, բայց դա չի նշանակում սովահար, սովալելուկ։ Քաղցից կերեկվածի հոմանիշը սովալելուկն է, բայց դա ամենևին բժշկական քաղցկեղ բառը չի, կամ չգիտեմ, անախորժություն։ Անախորժությունն է, դա ախորժակ բառն է։ Անախորժությունը դա ախորժակ չունենալը չի, ժողովուրդ ջան։ Դա տհաճ միջադեպն է, հա։ Եվ հենց այս տերմիններով էր, որ հիմա տեսեք, նույն ձև եկել ասում, հա, նույն ձև, ուղիղ է թարգմանում։ Ոնց որ անախորժությունը վերցեմ ուղիղ թարգմանեմ, ասեմ ախորժակ չունի ուղղակի, կուշտ է։ Բայց անախորժությունը ուրիշ բան է։ Հիմա անխոչնդոտը դա միջազգային իրավունքի մեջ, դա նեղուցներին վերաբերվող ծովային իրավունքի մեջ, երբ որ պետությունը իր տարածքում է, իր իշխանության տակ այդ նեղուցը, բայց պարտավորված է այլոց թույլ տալ, որ դրանից օգտվեն։ Պարտավորված է։ Այսինքն իր կարծիքը չեն հարցնում։ Մի անգամ ստորագրել, վերջ։ Իր կարծիքը չեն հարցնում։ Օրինակ Սուեզի ջրանցքը Եգիպտոսի համար գնում գալիս է։ Այդպես բազմաթիվ ջրանցքներ կան։ Հիմա ցամաքային տարածությունը քո սուվերեն տարածքը ծովային իրավունքի տրամաբանության տակ Ադրբեջանը պահանջում է քեզնից։ Ու սա գնացե գոնե հուշագրի մասշտաբ մակարդակով ստորագրել է, եկել այստեղ ասում է անխոչնդոտ նկարատի ունենք քարչենք գցի ավտոյի տակ։ Լավ։ Եթե այդպես է, առաջի նախադասությամբ գրվում է ճանապարհները ապաշրջափակվում են։ Էլ ինչի եք առանձնացնում, որ այ ստեղից հատուկ, եթե Նախիջևանի հետ կապա հատուկ եք նշում։ Եթե բացեն այ մարդ, եթե դուր լուսամուտը բացեն։ Ինչի է հատուկ նշում, որ այստեղ էլ ուրեմն կամ դա արտոնյալ ճանապարհ է, որ հատուկ նշվում է, կամ մնացածը չի բացվելու, մենակ դա է բացվելու։ Երկու դեպքում էլ մեզ ձեռտու չի, մեզ հիմարի տեղ դնել է, երկու դեպքում էլ։ Դե ՄԱԿ-ի ամբիոնից པարզ դարձավ, չէ՞, արդեն այն խոսույթներից։ ՄԱԿ-ի ամբիոնից բողոքաներ մունաթ է գալի այն մարդու վրա։ Բանա, իդեպ ազնվական մարդը բրիտանական падգամավոր վեր կացավ, ասավ այդ Զանգեզուրի միջանցքը դուք եւ Ադրբեջան կարծես տարբեր ձևով եք հասկանում, կներկայացնեք ինչու՞մ է տարբերությունը։ Վեր կացավ մունաթ եկավ այդ մարդու վրա, թե բանը դուք ձեզ ինչ եք թույլ տալի Զանգեզուրի միջանց բառապաշարն եք օգտագործում, բայց եկավ Հայաստան ասում է նույն ինքը, եկել ասում է դա նկատի ունեն այնտեղ մի
40 կիլոմետր ճանապարհ, դա միջանցք չի։ Ասենք ինչքան կարելի է ինք զինքը եւ դիմացինին բանի տեղ դնել էլի, անհասկացողի տեղ դնել։ Բայց սա չարյաս փոքրագույնն է, ժողովուրդ, այն մեծ պրոյեկտի, որ պատրաստվում են անել։ Ու անելու է, եթե թույլ տանք։ Եթե թույլ տանք։ Ու ոչ մեկ այսօրվա փողատերերից, ովքեր ընդդիմություն են, ինչ են կապ չունի, նրան դեմը չի առնելու։ Ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, նույն Սերժ Սարգսյանն, Ռոբերտ Քոչարյանն շատ լավ հասկանում էին ինչա տեղի ունենում, բայց դեմը չառան, նույն կերպ, ինչպես այդ միջանց տրամադրելու ժամանակ շատ լավ իրանք գիտեն ինչա կատարվում, իրանց կապերը ու էլի մատը չտվեցին, նույնպես հիմա նրանք այսպես կխոսան, կհակաճառեն, հետո կգնան ամեն մեկ իրանց բիզնեսները տիրություն անելու։ Ինչու հիմա պիտի բնակչությունը ձեզ վստահի։ Եվ այս խոսքին վստահի, եւ այս մտքին, եւ կասկած ունենա այս իշխանության ներողություն համեմատության համար ամեն հիվանդ արժանի է իր բժշկին։ Ինչի պիտի ինձ ընտրող պացիենտը ինձ վստահի։ Դա չգիտեմ, իրա վրա է։ Կվստահի, գլխով պատասխանատու եմ իր համար։ Չի վստահի, թող վստահի ում ուզում է։ Բայց ինքը պատասխանատու է իր գլխի եկածի համար, իր ընտրած բժշկի համար։ Ինքը դրա համար պատասխանատու է։ Կներեք ժողովուրդ, փոքր Բայց պիտի ադյանալի, որ բժշկին է պատասխանատվության կենթարկի, ես ուզում եմ անալոգիա անցկացնել այս իշխանությանը հետ կապված։ Եթե մի կործանում եղավ, մի չարիք եղավ, մի ողբերգական, ում է պետք է այդ բժշկի պատասխանատվության ենթարկել։ Էլ ինչ։ Եթե կարելի է դա նախապես մտածված, այո, մտածված, պլանավորված, աշխատած, չարչարված, այդ ամեն ինչը կանխարգել է։ Եթե կարելի է, իհարկե 100%-ով հնարավոր չի, բայց սա չի նշանակում, որ 99%-ով հնարավոր չի։ Ուշադիր։ Հաճախ մեր պաշտոնյաներից կլսեք այդ արտահայտությունը, դե 100%-ով, չգիտեմ, արդարություն ոչ միտեղ չկա, 100%-ով դեմոկրատիա որտեղ 100%-ով առանց կոռուպցիայի երկիր չկա։ 100%-ով չկա, բայց 99%-ով հնարավոր է։ 99%-ով հնարավոր է։ Եկեք այդ շեմը դնենք մեզ համար, ոչ թե որ 100%-ով չկա, ուրեմն 10-20%-ով բավարարվեն։ 100%-ով բժշկությունը չկա, բայց բժշկի գնում են եւ բուժվում են եւ հետո էլ հանգիստ ապրում են առանց խնդիրների։ Եկեք սա էլ չմոռանանք։ Պարոն Մանասյան, ես շատ շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար։ Հուսով եմ մեր հեռուստատիտողները իրապես կառուցողական եզրահանգումներ կկարողանան անել, կվերլուծեն, կփորձեն հասկանալ ինչ ասեցին եւ ինչու է այդ ամենը ասվեց եւ արդյոք հուսանք, որ դա մի օր կծառայի բարօրություն մեր բնակչության, ժողովրդի եւ մեր երկրի ապագային։ Տեսնենք։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ եթերաժամին ցտեսություն։